Էջմիածին եւ Իսիլե Մուլինո քույր քաղաքների համագործակցությունը սկսվել է դեռևս 1989 թվականից։ Ֆրանսիայի Իսիլե Մուլինո քաղաքի հետ բարեկամական այս կապերի շնորհիվ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում երկու քաղաքներում։ Իսիլե Մուլինոյի պատվիրակությունը հերթական այցը համընկավ մայրության եւ գեղեցկության, ինչպես նաեւ Սուրբ Զատիկի տոների հետ։ Էջմիածնի քաղաքապետը շնորհավորեց իգական սեռին ներկայացուցիչներին, իսկ հյուրերին առավել հետաքրքրեց նաեւ Զատիկի տոնին ձու կռվացնելու ծիսակարգը։ Հերթական այցի շրջանակում Ֆրանսիայի Իսիլե Մուլինոյի պատվիրակությունը իդեմս երկու կին փոխքաղաքապետերի Մարտին Վիսիերի եւ հայազգի փոխքաղաքապետ հայ համայնքի հարցերով զբաղվող Նիկոլ Եսայանի շրջեցին քաղաքի տեսարժան վայրերով։ Ապա եղան Էջմիածնի Զվարթնոց թաղամասի թիվ 16 մանկապարտեզում, որը վերանորոգվել է երկու քույր քաղաքների եւ Ռոտարի ակումբի համագործակցության արդյունքում։ Այսօր հոսենք, որ մանկապարտեզը պիտի բացում ունենք։ Ազդարակիրը 4 տարի է որ վրա ազդարակիրին վրա էինք, ազդարակիրը լմնցավ, նայենք կալդարի ինչ նոր ծրագիրով գրնանք նոր Էջմիածին օգնել։ Զվարթնոցի մանկապարտեզի վերանորոգման նպատակով ծախսվել է 68 միլիոն դրամ։ Այստեղ իրենց լուման ունեն նաև Էջմիածնի քաղաքապետարանը, Երևանի եւ Իսիլե Մուլինոյի Ռոտարի ակումբները։ Սկզբում վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը, ապա 5 խմբասենյակներ իրենց բոլոր հարմարություններով։ Մանկապարտեզ այժմ հաճախում է 130 երեխա, նշեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, հավելելով, որ եւս 5 խմբասենյակ է նախատեսված ավելացնել, որը կնպաստի նաև նոր աշխատատեղեր ունենալուն։ Աշխատատեղերի ավելացում, որ ամեն մի խմբին 25 երեխայի համար նախատեսվում է 1 դաստիարակ, 1 դաստիարակի օգնական, այսինքն նաև աշխատատեղերի նոր աշխատատեղերի ստեղծում անում։ Առնվազն 10-12 աշխատատեղ լրացուցիչ, որ ունենա քաղաքապետարանը, այսինքն եւս կապահովի լրացուցիչ մոտ 100-150 աշակերտ։ Մանկապարտեզում Էջմիածնի քաղաքապետարանի միջոցներով լուծվելու է նաև լոկալ ջեռոցման հարցը։